Իր աջակիցներին պարոն նախագահ, թեև առիթ ունեցել եք երկար հարցազրույց տալու, խնդրեմ նաև անդրադառնաք Հայաստան պարոն նախագահ, կսպասեք, որ ձեր հարցազրույցը այդքան մեծ ռեզոնանս կառաջացներ եւ մարդիկ օրինակ գիշերները քուն չէին գա եւ առավոտյան ստատուսներով գարձականքեին։ Ես ընդամենը 3-4 առակ շատ երկար հարցազրույց եմ տվել։ Հանգիստ առանց զղաղձգումների պատասխանել եմ ինչպես Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, այնպես էլ մեր հայրենակիցների շատ հարցեր։ Թույլ տվեք, ունեմ 3-4 օրեր ծանոթանամ արձագանքներին, նոր որ բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ ինչպես միշտ։ Բայց առավոտ Կանուկ Փաշինյանը արդեն արձագանքել էր ձեզ հենց հարցազրույցի հաջորդ օրը։ Բայց ամեն մարդու պրոբլեմին չէ ինձ հետ կապ։ Նախագահ, այս վերջին մեղադրանքով, այս մեղադրանքով ուզում ասել ձեր գնահատում։ Մեկը մեկի հետևից մեղադրանքներ կան։ Հայտնի փաստ է, դա առանձին մեղադրանք է, այսպես նայում, որ այդ միացնելու են այս գործերից մեկին։ Պարոն նախագահ, 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ թուղթ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցաքուցրիվ են։ Հիմա էլ ասում է, որ այսպես հետ չնեղվեք, գտնելու եւ սկանե անելու, տարիներ շարունակ սկաներ չկա։ Այդ չի, կարևոր է, որ կարողացանք կորզել գոնե խոսքում բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։ Շնորհակալ եմ։ Ես մի հարց եմ, իշխանությունը ձեզ մեղադրում է նրա մեջ, որ դուք եւ Ադրբեջանի իշխանությունները միևնույն մեղադրանքներ եք, ինչպես իշխանության հարցերին։